Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ ՔՊ ցուցակով падգամավորի տեխնացու առաջադրված Էդգար Առաքելյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև։ Պարոն Առաքելյան, ձեզ մեղադրում են, քանի որ դուք եք արդեն թիմի անդամ, մեղադրում են, որ կեղծել եք ընտրությունները, մանդատագող են ձեզ ասում, որովհետև ասում է իշխանության ցուցումով կենտրոնական դրական հանձնաժողովը դիտավորյալ չեղարկեց ԲՀԿ-ի այն բաները ընտրատեղամասերում քվեների արդյունքները, որոնցով ԲՀԿ-ն 4%-ի շեմը հաղթահարում էր եւ օրենքի պահանջով չանցկացրեց վերաքվեարկություն։ Դուք այս մեղադրանքներին ինչպես եք արձագանքում։ Դե նախ այդ մեղադրանքներին կենտրոնական դրական հանձնաժողով պրոֆեսիոնալ մարմինը պատասխանեց եւ կարծում եմ, որ այստեղ բոլոր պատասխանները տրված են։ Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա եթե անկեղծ խոսենք, ինձ համար այլևս այդ մարդկանց մեղադրանքները որևէ նշանակություն չունեն։ Քանի որ դրանք մարդիկ են, ովքեր մասսայական ընտրակաշառքներ են բաժանել, որքան էլ մեր իրավապահ մարմինները այո հնարավորինս արել են դրանց դեմ առնելու համար, բայց այլևս հասկանալի է, որ դրանք մասշտաբային են եղել եւ ֆիզիկապես երևի միգուցե հնարավոր չէր այդ ամբողջի դեմը առնել։ Մենք գիտենք, որ այս գործընթացները դրանց մասին խոսվում էր ընտրություններից դեռևս ամիսներ կամ նույնիսկ 1 տարի առաջ, ու այդ ամբողջ գործընթացը փաստացի կազմակերպվել է, մարդիկ ցանկանում են գումարով, փողով գնել Հայաստանի Հանրապետությունը, նրա պետականությունը եւ այն օգտագործել իրենց նեղ բիզնես եւ անձնական շահերի համար։ Բարեբախտաբար մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դա հասկացավ, դուրս եկավ, գնաց ընտրատեղամասեր, քվեարկեց ընտրություն կատարեց մեր քաղաքական ուժի օգտին եւ այսօր ունենք այն ինչ որ ունենք, այսօր ունենք այլևս միազնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն ունեցող քաղաքական թիմ, որը առաջիկայում կձևավորի այդ կառավարությունը եւ համոզված եմ, որ այդ ընտրազեղծարարներին եւ ընտրակաշառքով ձայներ այդ, որ ասում եք քվե գողացողներին, այդ ընտրակաշառքով քվե մանդատ գողացողների իսկական ուրեմն հետաքննության արդյունքում յուրաքանչյուրը իր տեղը կհայտնվի, այնպես որ նրանք ովքեր հայտարարում են նման հայտարարություններ են անում, իրենք են նախ եւ առաջ այդ գողերը, ովքեր մեր պետությունից գողացել են ուրեմն տասնյակ մանդատներ եւ փորձում են միգուցե իրացնել այն, բայց ես համոզված եմ, որ այս գործընթացները դեռևս երկար կշարունակվեն եւ մեր իրավապահ մարմինները խորքային առումով կբացահայտեն ոչ միայն բուն ընտրակաշառք բաժանողներին եւ վերցնողներին, այլ նաեւ նրանց այդ բուրգի վերևում կանգնած անձանց։ Պարոն Առաքելյան, եթե իրենք օրինակ խախտեին, ինչու մասնակցեցին ընտրություններին։ Դե ընտրություններին երբ որ խոսում ենք ընտրակաշառքների մասին, մենք գիտենք, որ այդ ամբողջը տեղի ունեցել զուգահեռ եւ պետքա որ տեսեք մի կողմից ասում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսպեսի որոշում է կայացրել, մյուս կողմից դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթում էր, որպեսզի հայտնի դիմումը ընդուներ եւ փաստացի այս քաղաքական ուժերին դուրս դներ քաղաքական ընտրական գործընթացներից, մյուս կողմից տեսեք դեռևս դատական ակտեր, վերջնական որոշումներ կան, բայց ես համոզված եմ, որ դատական վերջնական որոշումներ կայացնելուց հետո, երբ որ կապացուցի այս մարդկանց մեղքը եւ այս մարդիկ այդ հարյուրավոր այդ մարդիկ, ովքեր այսօր ձերբակալված են ընտրակաշառքի հետ կապված, ես կարծում եմ, որ դա էլ պետքա, դա իմ անձնական կարծիքն է, որ դա էլ պետքա որոշակի իրավական հետևանքներ ունենա։ Տեսեք, դուք ասում եք մի կողմից, որ իրենք կաշառք են բաժանել, ըստ էության օրենք են խախտել, անօրինական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, բայց իրենք գալու են եւ ԿՊ-ի հետ խորհրդարան ձևավորեն։ Դրա համար Իշխանությունը անգործության մատնված չի եղել։ Տեսեք, եթե իշխանությունը անգործության մատնված լիներ, ապա ես նկատի ունեմ նաև իշխանությունը մեծ առումով, ոչ թե քաղաքական իշխանությունը,
Այսինքն նաև իրապահ մարմինները նման ուրեմն massայական բացահայտումներ չեն լինի։ Իհարկե մենք պետք է Առավել ունենանք ևս որ այդ բացահայտումները կային։ այդ բացահայտումները ուրեմն հակակոռուպցիոնը եւ ԱԾ-ն ոստիկանությունը բացահայտել են, բայց մենք պետք է ունենանք նաև ուժի մեջ մտած դատական ակտեր, հա, որոշումներ, ու այդ որոշումները կայացնելուց հետո ես կարծում եմ, որ դրանք պետք է նաև որոշակի գործնական հետևանքներ ունենան ու համոզմունք ունեմ, որ կունենան այդ հետևանքները։ Ինչ հետևանքներ է ունենալու։ Ես չգիտեմ, կգնահատվի, ես կարծում եմ կգնահատվի այդ խմբակների կողմից այդ ապօրինությունների եւ կոռուպցիոն, հա, այդ գործընթացների ազդեցությունը ընտրությունների վրա եւ կարծում եմ ըստ այդմ որոշումներ կկայացվեն։ Ինչ ասելու եք այ դատարանի վճիռ արդեն կա ձեր մանդատները դրեք գնացեք։ Ես չեմ կարող ասել թե ինչ կլինի, բայց ես կարծում եմ, որ որոշակի հետևանքներ պետք է ունենան։ Այսինքն մենք post factum դատական այսինքն դատարանը եթե ապացուցում է, որ դատական կարգով որոշում է կայացվում, որ այն ինչ որ բացահայտվել է դա համապատասխանում է իրականությանը, այսինքն ինչ մտածենք, որ լավ եկան ընտրակաշառք տվեցին ու ձայներ վերցրեցին, մանդատներ վերցրեցին, եկան խորհրդարան, պետք է հաշտվենք այդ մտքի հետ։ Եթե հաշտվում ենք այդ մտքի հետ, ապա հետագայում նույնպես կունենանք նմանատիպ, այսինքն ես չգիտեմ իրավական ինչ հետևանքներ պետք է ունենա, բայց դա պետք է իրավական հետևանքներ ունենա եւ ընտրակաշառք բաժանողների եւ նրանց պարագլուխների եւ ընտրակաշառք վերցնողների հետ կապված։ Իսկ հիմա պարագլուխները անցնում են քրեական գործերով, թե ոչ։ Գիտեք, սա փաստացի իմ տպավորությամբ կազմակերպված հանցագործություն է, ու կազմակերպված հանցագործությունը չի կարող պարագլուխներ չունենալ։ Հիմա կազմակերպված հանցագործության պարագլուխները պետք է նույնպես պատժվեն։ Հա, օքեյ, բայց հիմա իրանք կարգավիճակ ունեն, թե չէ։ Ես անկես տեղյակ չեմ նախաքննական մարմնի գաղտնիքներին եւ եթե կլինեն, ապա կհրապարակվեն եւ կարծում եմ առաջիկայում այդ մասին մենք կիմանանք։ Լավ, բան Արաքելյան, տեսեք, վերահաշվարկ է իրականացվում եւ այդ բողոք դիմումների հիման վրա նաեւ 3 ընտրատեղամասում չեղարկվում են ընտրության արդյունքները։ Նախ սա այն կողմից խնդրարից չի, որ ընտրությանը գնացած քաղաքացին, այդ թվում նաեւ ՔՊ-ին ընտրած, ամեն դեպքում մյուս ուժերին ընտրած քաղաքացիները դուրս են մնում իշխանություն ձևավորելուց։ Սա դուք խնդրարից չեք համարում, սա ժողովրդավար է։ Տեսեք, եթե տեսանկյունից ենք նայում, ապա այդ ընտրակաշառք բաժանողները, հա, անհավասար պայմաններ են ստեղծել եւ ընտրողների եւ ընտրվողների համար, այնպես որ այս տեսանկյունից ես կարծում եմ դա չպետք է քննադատել։ Մյուս կողմից կան հայտարարելա, որ դա ըստ էության ազդեցություն չի ունենում հենց այդ ընտրողների ընտրության վրա կամ չգիտեմ կարծիք արտահայտելու վրա եւ ես ԿՀ-ի տարածած հայտարարությունը ամբողջությամբ պաշտպանում։ Եվ տեսեք, ընտրության արդյունքները չեղարկվում է, ԲՀԿ-ն դուրս է մնում, չի անցնում խորհրդարան, ՔՊ-ն 3 մանդատ ավել է ստանում եւ 3/5 է կազմում, հա։ Սա պատահականություն էր։ Գիտեք, մեկնաբանելու հարց է, ես կարծում եմ սա օրինաչափ։ Սա օրինաչափ է եւ համոզված եղեք, որ եթե չլինեին ընտրակաշառքների massայական դեպքերը, ես անձամբ ակտիվ մասնակցել եմ նախընտրական ամբողջ գործընթացին, ընտրական ամբողջ process-ին եւ հավաստիացնում եմ ձեզ, որ ՔՊ-ն ստացել է ավելի մեծ ձայներ, քան սահմանադրական մեծամասնությունը։ Իմ նախնական պատկերացմամբ ՔՊ-ն ստացել է մոտ 70% ձայներ ու դա խոսում էր նաև մեր հանդիպումները, դրա մասին խոսում էին նաև հանրության տրամադրությունները, փաստացի կարող ենք ասել, որ ապատեղեկատվությունը, հիբրիդային պատերազմը, ֆինանսի փողի այդ մասշտաբային կիրառումը, դրսից բերված մարդիկ ազդել են մեր ընտրությունների արդյունքների վրա, դա իմ տպավորությունն է, դրա մասին է խոսում նաև իրավապահ մարմինների բացահայտումները, իհարկե դատական ակտերը ուժի մեջ կմտնեն, մենք կհասկանանք որն է հիմնավորված, որը հիմնավորված չի, բայց ես համոզմունք ունեմ, որ բացահայտված դեպքերի 99.9%-ը դրանք հիմնավորված դեպքեր են
ու վերջերս լսում էի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հարցազրույցը, ով նշեց, որ ձերբակալված անձանցից գրեթե ոչ ոք չի ասել, որ այդ ձայնագրություններին իրենք չեն խոսում, եւ հետեւաբար սրանից էլ կարելի է ենթադրել եւ հիմք վերցնել, որ իրականում այդ բացահայտումները համապատասխանում են իրականությանը, իսկ այդ պարագայում մենք կարող ենք խոսել մասշտաբային կազմակերպված հանցագործության դեմ, կազմակերպված բանդայի գործողության դեմ, ով ներգրավել էր մասշտաբային տեղեկատվական ուրեմն գործիքներ հակաքարոզություն իրականացնելու, ով ներգրավել էր ըստ էության մասշտաբային ֆինանսական միջոցներ եւ կիրառել այդ ֆինանսական միջոցները, ով ներգրավել էր նաեւ մեծականակ քրեական աշխարհի ներկայացուցիչներ, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս քաղաքացիների վրա ազդելու, դրսից մարդիկ բերելու եւ ընտրություններ կատարելու, այս բանդիտական գործողության արդյունքում է, որ այդ մարդիկ ձայներ են ստացել եւ հետեւաբար այստեղ խոսել հավասար պայմանների մասին պետքա ասեմ, որ փաստացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է գտնվել անհավասար պայմաններում եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրողներն են գտնվել անհավասար պայմաններում։ Պարոն Առաքելյան, պարզապես մենք հիմա այլ բաների մասին ենք խոսում։ Ես հարցնում եմ ԲՀԿ-ի դուրս մնալով ԿՊԱ-կան նախկին падգամավոր ԿՀ նախագահ Վահագն Հովհակիմյանի որոշմամբ ԲՀԿ-ի դուրս մնալով ԿՊ-ն կարողացավ սահմանադրական մեծամասնություն կազմել ազգային ժողովում։ Տեսեք, դուք շեշտում եք Վահագն Հովհակիմյանին, բայց կարող ենք փաստել, որ ԿՀ-ի անդամների ճշող մեծամասնությունը նախկինում ոչ ԿՊ-ի հետ են կապ ունեցել, ոչ չգիտեմ ինչ, այսինքն չի կարելի զուտ Վահագն Հովհակիմյանի այսպես անձով պայմանավորել։ Կներեք, աշխարհի ամենաանաչառ ԿՀ նախագահ Վահագն Հովհակիմյանի որոշմամբ ԲՀԿ-ն դուրս մնաց եւ ԿՊ-ն ունեցավ սահմանադրական մեծամասնություն։ Սա չի ստվերում ընտրություններից ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի, ԿՊ-ն ունի պարզապես որակյալ մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն ունենալու համար շատ ավելի ձայներ էր պետք եւ դուք գիտեք, որ ԿՊ-ի ցանկությունը սահմանադրական մեծամասնություն ունենալն էր, եթե խոսքը գնար կեղծիքներով դա անել, ապա դա կաներ, եթե դրա հնարավորությունը լիներ, ցանկությունը լիներ։ Իհարկե կեղծիք չէր, իհարկե կեղծիք չէ։ Դրա մասին կրկնեմ, ԿՀ-ն իր որոշման մասին տվել է պարզաբանում եւ այդտեղ ԿՊ-ն որևէ առնչություն չունի։ Դուք չեք մտավախություն չունեք, որ սա ստվերի։ Ավելին ասեմ, այդ մարդիկ հնարավորություն ունեն դիմելու սահմանադրական դատարան։ Դե սահմանադրական դատարանում էլ մեծամասամբ ԿՊ-ի իշխանության օրոք դա նախկին ԿՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանը վերջերս տեղափոխվեց սահմանադրական դատարան։ Դե եթե այդպես եք մեկտաբանում, ուրեմն այդ կանխավարկածից ելնելով դուք արդեն ձեր մեկտաբանությունը տանում եք ուրիշ ուղղությամբ։ Ես հստակ փաստ եմ ասում, որ այդ մարդիկ ժամանակագրությունն են ասում, բայց այնտեղ կան եւս 8 դատավորներ, որոնք Գիլանյանը, որ այս իշխանության օրոք դարձավ նախագահ, կներեք, չեմ հիշում ազգանը, որ ակտիվ այս իշխանության աջակիցներից էր, դատարաններում պաշտպանում էր այս իշխանության տարբեր ներկայացում մարտի 1-ի գործում նշում, եթե դուք ելնում եք այդ կանխավարկածից, ապա իմ պատասխանը ձեզ չի գոհացնի։ Դուք ամեն դեպքում պատասխանեք։ Դե ես ասացի, որ իրենք դիմելու են սահմանադրական դատարանի որոշմամբ վերջնականորեն այդ հարցը կլուծվի։ Զանգվածային բողոքի ակցիաների հետ կապված մտավախություն չունեք, եթե ՍԴ-ում էլ նրանց պահանջները չբավարարվի, գուցե Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը իրենց ուժերին մոբիլիզացնեն եւ հանեն փողոց։ Գիտեք ինչն է հետաքրքիր, իրենք հայտարարել են, որ այս ընտրությունները կեղծված են, ու այդ հայտարարությունից հետո եթե իրենք ունենային աջակիցներ, ապա այդ աջակիցները արդեն փողոցներում կլինեին ու այդ զանգվածային ակցիաները տեղի կունենան։ Ու քանի որ իրանց էլեկտորատը փողով է, փող վերցրած մարդիկ երբեք գաղափարական մարդիկ չեն։ Փող վերցրած մարդիկ էլի փողով ակնկալում են փողի, որ գնան ինչ որ
փողոցային ակցիաներ իրականացնել, բայց դա էլ եթե նույնիսկ մի քանի հազար մարդ փողոց դուրս գա, այդ մարդիկ էլի 1, 2, 3 իրենք գնալու են էլի իրանց տները, քանի որ իրանց հետաքրքրում է մենակ փողը։ Եվ հետեւաբար Կներեք, բայց դուք 500,000-ից ավել քաղաքացու հիմա չեք վիրավորում, պարոն Առաքելյան։ Տեսեք, ես ուրեմն նշեմ, ես ներքին համոզմունք ունեմ, որ իհարկե այնտեղ մոլորված մարդիկ է կլինեն, բայց ես ներքին համոզմունք ունեմ, որ այդ մարդկանց ցավալիորեն 70-80%-ը փողով անդրություն կատարել, այնպես որ մենք ապրում ենք Հայաստանում, մենք գիտենք թե ինչա տեղի ունեցել ու ես կարծում եմ մեր պատմության թերևս ամենակարևոր էջերից մեկը պետքա լինի այս 500,000 ընտրության բացահայտումները, ես համոզմունք ունեմ, որ այդ բացահայտումները կլինեն ու մեզ պատկերը պարզ կլինի։ Իսկ եթե գաղափարակից ընտրազանգված էր այդ ձեր ասած կես միլիոնը, ապա ինչու մի 5,000 հիմա փողոցում չէր։ Սա նշանակում է, որ սա նշանակում է, այստեղից կարող եմ ենթադրել, որ տոտալ ընտրակաշառքներ են բաժանվել եւ այդ մարդիկ հիմնականում փողով են ընտրություն կատարել, այդ մարդիկ իրանց ձայնը վաճառել են շատերը ու ձայն վաճառողը երբեք չի կայանի ու գաղափարական պայքար մղի, չնայած իրենց այդ լիդերներն էլ գաղափարական չեն, իրենց հետաքրքրում է փողը, իրենց հնարավորությունները պաշտպանելը, իշխանության գալը, Հայաստանի պետությունը, պետականությունը վերջնականորեն ոչնչացնելը։ Այդ մարդիկ արդեն մենք տեսանք, տեսեք, եթե այդ ուրեմն այդ քաղաքական ուժերի առաջնորդները փորձում են այս թեժ ժամանակահատվածում լքել երկիրը, լքել նավը, հա, այդ իրանց հետևի կանգնած մարդիկ ինչ դուրս են գալու փողոց, մարդիկ պարզ տեսնում են, չէ, ընտրությունից 1-2 օր հետո Գագիկ Ծառուկյանը անձնական նպատակներով ուզում է Ռուսաստան մեկնել, հետո Նարեկ Կարապետյանը ուրեմն ավելի կրեատիվ գտնվեց, այսպես ուզում էր հասկանալ, թե Լարսում հայ ուրեմն հայկական բեռնատարներն ու այդ մթերքները ինչպիսի վիճակում են, դա այն պարագայում, երբ հենց իրենց շրջանակներից էին ռուսական ուրեմն պաշտոնյաներին հորդորում, որպեսզի հայ գործարարների դեմ սանկցիաներ կիրառվեն։ Հետո Ռոբերտ Քոչարյանը պարզվեց էլի անձնական հարցեր ունի այս թեժ պահին, երբ որ որոշված չի թե որ քաղաքական ուժերն են մտնելու խորհրդարան, ինչ որ անձնական հարցեր ծագեց էլի Մոսկվայում ու էլի ուզում էր ճողոպրել Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա իրենց էլեկտորատը տեսնելով իրենց ինչ դուրս են գալու փողոց, երբ որ իրենց լիդերները փորձում են փաստացի փախնել Հայաստանից։ Բայց այդ մարդիկ ասում են մենք անձնական հույժ կարևոր այցեր ունեինք, ուրեմն ձեզ տեղեկացնեմ, որ հաշվի առնելով իրենց նախկին հայտարարությունները, որ հունիսի 7-ը դա Հայաստանի, չգիտեմ, իրենց քաղաքական ուժերի ամենակարևոր պատմական պահն է, դրանից կարևոր բան այսօր Հայաստանի Հանրապետությունում թե անձնական, թե գործնական առումով իրենք չպետք է ունենային ու չունեին։ Եվ հետեւաբար սա նշանակում է, որ մարդիկ դրա անվան տակ փորձում են ճողոպրել, որը թույլ չտվեցին մեր իրավապահ մարմինին։ Դուք մտածում եք, որ իրանք գնալու են եւ հետ չէին գալու։ Այո, ես մտածում եմ, որ իրենք գնալու են ու հետ չեն գալու։ Բայց Քոչարյանի գրասենյակն ասել էր 3 օրով գնում են գանք շոուներ սարքելու բնականաբար պետք է այդպես ասեն։ Ինչ պետք է ասեն գնալու է հետ չի գա։ Մենք գիտենք Գագիկ Ծառուկյանի որդու օրինակը գնացել է ու հետ չի գալիս։ Այդեպ այս իշխանության, ձեր իշխանության օրոք է գնալու։ Ես դատապարտում եմ, Ձեր իշխանությունն է թույլ տվել Գագիկ Ծառուկյանի տղային, Գագիկ Խաչատրյանի տղային գնալ եւ ես դատապարտում եմ այն պաշտոնյաներին, ովքեր միգուցե չգիտեմ ինչ ճանապարհներով այդ մարդկանց թույլատրել են, որպեսզի երկիրը լքեն։ Լավ, դուք ինչ եք կարծում, Քոչարյանի այցը Ռուսաստան անձնական չէր։ Ոչ, Քոչարյանի այցը իմ տպավորությամբ անձնական չէր։ Քոչարյանը ցանկանում էր հեռանալ, որպեսզի միգուցե առաջիկայում չկալանավորվեր եւ պատճառը դա էր նախ եւ առաջ ու հիմա իրանք հասկացան, որ իրանք մեծ այսպես խաղադրույք էին արել այս ընտրությունների վրա, իրանք հասկացան, որ մեր ժողովուրդը չի վախենում որևէ սպառնալիքից, դա կլինի ներսի թե դրսի, առավել եւս իրենց կողմից հրահանգավորված դրսի սպառնալիքներից, իրենք հասկացան, որ մեր ժողովուրդը կլուբնիկայի ու չգիտեմ պոմիդորի հանուն կլուբնիկայի պոմիդորի իր պետականությունը չի վաճառի ու իրենք հասկացան, որ այլևս իրենց շանսերը եւ իրենց հնարավորությունները սպառված են
ու իրենք հասկացան, որ ժամանակն է ճողոպրելու, բայց դրա հնարավորությունը իրենք այլևս ասում եք անձնական չէր, բա ինչ էր պարոն Առաքելյան։ Ես նշեցի, որ այդ մարդիկ կարծում եմ արդեն մտածում են, որ հատկապես այս ընտրակաշառքների ֆոնի վրա իրենք կարող են ձերբակալվել եւ փորձում են Հայաստանից հեռանալ։ Չհաշված մնացած գործերը, որոնք կան այդ մարդկանց վրա ու այսօր ընթանում։ Ներողություն։ Քոչարյանը ընտրակաշառքի գործերով է անցնում, որ թույլ չտվեցին երկրից գնալ։ Ես ենթադրում եմ, հասկանում եք, բայց Քոչարյանի վրա այլ գործեր կան։ Եվ մարտի 1-ի վերակավորված գործը եւ ուրեմն հակակոռուպցիոն այդ կոմիտեի ուրեմն ապօրինի գույքի հետ կապված գործը ու մեծ առումով եկեք հիշենք այդ ամբողջ ձայնագրությունները, երբ որ ամենօրյա ռեժիմով հակակոռուպցիոն կոմիտեն ու ԱԾ-ն տարածում էին, այդ ձայնագրություններում այս մարդկանց անունները հնչում էին թե Գագիկ Ծառուկյանի, թե Կարապետյան Նարեկի, թե Կարապետյան Սամվելի, թե եթե չեմ սխալվում, էլի Քոչարյան Ռոբերտ Քոչարյանի անունն է հոլովել ու այսպես շարունակ։ Հասկանում եք, սա նշանակում է, որ այս մարդիկ ինչ որ բան զգացել են, մարդիկ ինչ որ բան հասկացել են եւ ցանկացել են Հայաստանից օր առաջ հեռանալ։ Բայց այդ հնարավորությունները իրենց չեն տրվել։ Միգուցե մեր իրավապահ մարմինները ոչ թե միգուցե ես համոզմունք ունեմ, որ մեր իրավապահ մարմինները հիմքեր ունեցել են դա թույլ չտալու համար եւ համոզմունք ունեմ, որ առաջիկայում լայն հանրությունը նույնպես այդ հիմքերի մասին տեղեկություն կստանա։ Պարզապես արդեն երկրորդ, երրորդ օրն է լրատվամիջոցներին չի հաջողվում իրավապահներից ստանալ տեղեկություն, թե ինչու է Քոչարյանի մուտք ու ելքը սահմանափակվել։ Ես կարծում եմ, որ դրա մասին մեր իրավապահները պատշաճ պարզաբանում։ Այսինքն այս գլխից սահմանափակել են, որ հետո հիմքերը գտնեն։ Ես կարծում եմ հիմքեր ունեցել են, որ սահմանափակել են։ Պարզապես այդ հիմքերը այս ինչ բանի մեջ է եղել։ Նարեկ ջան, այսպես ասեմ, դուք գիտեք, որ կա նախաքննական գաղտնի կան գաղտնի գործընթացներ, որոնք կարող են խանգարել այդ ամբողջ գործընթացին։ Մենք ականատես ենք եղել տարբեր ժամանակներում նմանատիպ գործընթացներ, երբ որ էլի հանրությունը կամ լրատվական հանրությունը պահանջել է այդ ամենը, այդ պահին չի հրապարակվել, որոշ պահի հետո, որոշ ժամանակ հետո հրապարակվել է։ Պարզապես կներեք, այս դեպքում Քոչարյանին էլ չեն բացատրում, թե ինչի ինքը չի կարող Հայաստանից դուրս գալ։ Ես անկեղծ չեմ այդ մանրամասների մեջ չեմ խորացել, բայց համոզված եղեք Քոչարյանը իր հարցերի պատասխանները կստանա։ Եվ պարոն Առաքելյան, դուք չնայած հիմա քաղաքականության մեջ եք, նաև մեդիայի մեջ եք առնչվել, ինչ մեդիայի հետ եք առնչվել, հա? Ինչ կարծիք գնահատական ունեք այն մասին, որ ԱԱԾ-ի տեսախցիկների տեսագրությունը հայտնվում է իշխանական լրատվամիջոցներում։ Ռոբերտ Քոչարյանի այդ անցակետում անձնագիր տալ եւ այլն, սա կողքից մեկը չէր նկարել եւ պարզ զգացվում է, որ ԱԱՑ-ի այն խցիկում, սահմանապահի խցիկում դրված տեսախցիկի նկարագրություն է։ Այսինքն ԱԱՑ-ն դարձել է ինչ, սիվիկի թղթակից։ Ես այդ դրվագի հետ կապված տանջան ունեմ տեղեկատվություն, թե ինչ հիմքերով Բարձ է չունեք տեղեկատվություն, բայց գնահատական է, որ ԱԱՑ-ի Հայաստանի անվտանգությունն ապահովող թիվ 1 կառույցներից մեկի տրամադրության տակ գտնվող նյութը հայտնվում է իշխանական ԶԼՄ-ներում։ Սա արդյոք մտահոգիչ չէ։ Տեսեք։ Միգուցե դա նաև առնչվում է օպերատիվ դա ինչ որ օպերատիվ նաև նկարահանում, չգիտեմ։ Քանի որ եթե Քոչարյանին թույլ չեն տվել, նշանակում է ինչ որ հիմքեր կան։ Այդ հիմքերով նաև միգուցե ԱԱՑ-ն, որը ներգրաված է, որպես օպերատիվ ինչ որ նկարահանում, դա մենք ականատես ենք եղել բազմաթիվ ձայնագրությունների, չէ՞։ Այդ ձայնագրությունները օպերատիվ գործողությունների արդյունքում ձեռք բերվել եւ հրապարակվել են։ Միգուցե դա նույնպես օպերատիվ գործողության արդյունքում է ձեռք բերվել, հետեւաբար պետք է սպասենք, համոզված եմ եւ դրա բացատրությունը կտա պատկան մարմինները եւ մնացած։ Պարզապես ոչ բոլորը էլի հասանելիություն ունեն այդ։
Տեսեք, իհարկե ոչ բոլորը ունեն։ Եթե օրինակ դիցուք Ռոբերտ Քոչարյանը կասկածվել է ընտրակաշառքներ բաժանելու մեջ եւ եղել է օպերատիվ տեղեկատվություն, որ տվյալ սուբյեկտը փորձում է Հայաստանի Հանրապետության տարածքը լքել, ենթադրում եմ, որ կարող է լինել նաև օպերատիվ որոշակի գործողություններ, այդ գործողությունների արդյունքում նաև ձայնագրություններ օրինական, Պարզապես ես տեսանկարահանումներ եւ այլն։ Ես այսքան ժամանակ որը հրապարակվել է, ես այդպես եմ ենթադրում, վերջնական պատասխան չունեմ, այդ պատասխանի հասցեատերը ԱՑ-ն եւ մյուս մարմինները ովքեր բոլոր օպերատիվ տեսանկարահանումների, ձայնագրությունների սկզբնաղբյուր միշտ տեսել եմ կամ ԱԱՑ-ի պաշտոնական էջը, կամ հակակոռուպցիոն կոմիտեն, որ այս ձայնագրությունները հրապարակում էր, բայց մենք այս դեպքում տեսնում ենք իշխանությանը պատկանող լրատվամիջոցների էջերում։ Դե դրա համար ասում եմ, սպասենք եւ հասկանանք, թե ոնց է հրապարակվել, ինչու է հրապարակվել։ Տեսեք, լավ, եթե անձի հետ կապված դուք օրինակ խնդիր ունեք քաղաքական հակառակորդ, բայց մեծ առումով ասեմ, երևույթը ձեզ չի մտահոգում, պարոն Եթե երևույթը ապօրինի է, իհարկե մտահոգում եմ, բայց եթե օրենքի շրջանակներում է արվել, օքեյ է, այսպես ասեմ, որպեսզի այլ մեկնաբանությունների առիթ չդառնա։ Պարոն Առաքելյան, եւ դուք ձեր խոսքում նշեցիք, որ Քոչարյանը ճողոպրում էր, որ չկալանավորվեր, այսինքն արդեն կա նրան կալանավորելու որոշում։ Ես ենթադրում եմ, որ Քոչարյանը Հայաստանը փորձում էր լքել, հաշվի առնելով վերջին ընտրակաշառքների բացահայտումները եւ դրանցով սպասվող կալանավորումները։ Իսկ այդ ընտրակաշառքները վերաբերել են 3 քաղաքական, հիմնականում 3 քաղաքական ուժի։ Մասշտաբային այդ ընտրակաշառքները առաջին Ուժեղ Հայաստան կուսակցությանը, երկրորդ այդ Քոչարյանի ղեկավարած ուժին եւ երրորդ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Եվ հետեւաբար ու պատահական չի, որ այս 3 կուսակցությունների այս առաջնորդներն էլ ընտրություններից անմիջապես հետո դեռ երբ որ արդյունքներն էլ པարզ չէր ինչա, փորձել են Հայաստանից հեռանալ։ Սա ինձ համար կասկածելի է ու ենթադրությունները առիթ է տալիս, որ այս մարդիկ հաշվի առնելով այս ամբողջ գործընթացները փորձում էին դուրս գալ Հայաստանից եւ չվերադառնալ, հետեւաբար խուսափելով ապագայում հնարավոր ուրեմն իրավական հետապնդումներից։ Եվ դուք հույս եք հայտնում, որ բացահայտումներ կլինեն, մեղավորները կպատժվեն, ըստ էության երևի այս տարիների 8-9 տարիների ընթացքում տեղ ունեցած գործընթացներին, չէ՞, մենք ականատես կնենք։ Մարտին 1-ի նման կբացահայտվի, հոկտեմբերի 27-ի նման կբացահայտվի։ Դա է, չէ՞, իշխանության կարողությունը։ Մարտի 1-ի հետ կապված մենք գիտենք ինչա տեղ ունեցել, ու մարտի 1-ի գործը Չէ, չգիտենք, դատարանի վճիռներ չունենք, ով է ժողովրդի վրա կրակելու հրամանը տվել։ Եվ այդ մարտը չի ճաղերի հետևում չի։ Սա է բացահայտումը։ Դրա համար մարտի 1-ի հետ կապված դեռևս կան գործընթացներ, որոնց ավարտին մենք կտեսնենք։ Ես չեմ կարծում, որ այդպես կլինի ու համոզված եմ, որ այս ամբողջ կաշառքների այս այլանդակությունը պետք է բացահայտվի, քանի որ մենք այս էջը պետք է փակենք։ Սա թերևս մեր պետության ողնաշարը կոտրող ամենամեծ հանցագործությունն է, ու այո, ես ասում եմ, հանցագործներ են նրանք, ովքեր ընտրակաշառք են բաժանել, հանցագործներ են նրանք, ովքեր ընտրակաշառք են վերցրել ու գնացել են ընտրակաշառքով ընտրություն են կատարել։ Սա մեր պետության դեմ հանցագործություն է, սա մեր պետության դեմ դավաճանություն է, ու այդ հանցագործներն ու դավաճանները պետք է պահանջեն։ Ես որպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ոչ միայն ԿՊ թիմակից այդ պահանջել եմ։ Եվ պարոն Առաքելյան, մենք ինչ որակի խորհրդարան ենք ունենալու։ Ես այս գործող խորհրդարանի հետ կապված մի փոքր մոնիտորինգ արեցի եւ տեսա մի 3-4 տասնյակ ուղիղ մեջ բերումներ եմ արել վերնագրերի տեսքով, որտեղից Քոչարյանին միլիարդները, ինչպես է Քոչարյանի 18-ամյա տղան դարձել դոլարային միլիոնատեր, եւ մի այդքան էլ հակառակ կողմից մեջբերումներ ունեի, Արցախ հանձնողներ, դավաճաններ եւ այլն։ Հիմա ինչ որակի խորհրդարան ենք ունենալու, էլի Ալիևի առաջ կզածներ եւ ի պատասխան FSB-ի գործակալներ, հա, մակարդակի խորհրդարան ենք ունենալու։
Ես համոզված եմ, որ այդ խոսույթներին ու այդ գործընթացներին այս գումարման խորհրդարանում մենք փակելու ենք այդ էջը այն առումով, որ փաստացի մենք այդ հարցերին լուծում ենք տալու, երբ որ այլևս այդ չգիտեմ թալանվածը այլևս հետ կվերադարձվի ու մենք չենք խոսել այդ թալանի մասին ու կապացուցենք այլևս փաստ կլինի ու այսպես շարունակ, իսկ ինչ վերաբերում է տեսեք այդ նույն խոսույթներ, չէ՞, էլի տարածում Ալիև 300,000 ադրբեջանցի եւ այլն եւ այլն։ Այն մարդիկ, ովքեր նման անբարո պնդումներ էին անում, որ փորձելով վախեցնել մեր հասարակությանը ու ցավալիորեն մեր հասարակության մի հատված հավատաց դրան, այդ մարդիկ էլի պետք է այս 5 տարիների ընթացքում պատասխան տան այդ ստի այդ դրսից ներկված ստի ու հիբրիդային պատերազմի այդ գործիքի կիրառման ընդդեմ Հայաստանի քաղաքացիների ու Հայաստանի Հանրապետության դեմ։ Ես կարծում եմ, այս խորհրդարանը լինելու է խորհրդարանը, որ այդ բոլոր հարցերի պատասխանը տալու է, ու մենք այլևս ունենալու ենք այլ քաղաքական միջավայր ու իրավիճակ։ Եվ վերջում Նիկոլ Փաշինյանն ասում էր, եթե սահմանադրական մեծամասնություն ԿՊ-ն չունենա, պատերազմ է լինելու։ Հիմա ինչ սպասի հայ ժողովուրդը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի ասացի ենթատեքստը հետևյալն է, որ եթե ԿՊ-ն պարտվի, ապա եթե հաղթեն այս ուժերը, ապա պատերազմ է լինելու։ Չէ, բայց նա չկներեք, նրա խոսքերը շատ լավ հիշում եմ, ասում եմ, չեմ ասում հաղթանակի մասին, ասում եմ սահմանադրական մեծամասնության մասին։ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապված հետագայում էլի մեկնաբանություններ տվել է, ու խնդիրը այստեղ ուրեմն ԿՊ-ի հաղթել չհաղթելու եւ այդ ուժերի հաղթել չհաղթելու մասին է։ Այո, եթե այդ ուժերը հաղթեին, ապա համոզված եղեք, որ մենք այլևս մտնում ենք պատերազմական իրավիճակի մեջ, բայց երբ որ այդ ուժերը կվերցնեին իշխանություն, համոզված եղեք, որ Հայաստանը կմտներ այլևս ուղիղ պատերազմի մեջ, ես դրանում համոզված եմ, ու այդ համոզմունքը տալիս է այդ ուժերի տարբեր հայտարարությունները եւ դիրքավորումները։ Այնպես որ այստեղ ԿՊ-ն է վերցրել իշխանությունը եւ չունի սահմանադրական մեծամասնություն, ինչ է լինելու։ Տեսեք, ԿՊ-ն վերցրել է իշխանությունը, ԿՊ-ն նախկինում էլ գրեթե այսպիսի իշխանություն ուներ, այսինքն որակյալ մեծամասնությամբ իշխանություն ուներ եւ ԿՊ-ն շարունակելու է խաղաղության գործընթացը, որը նախաձեռնել է, ու այդ խաղաղության գործընթացով Չէ, կներեք, հիմա ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն ունի։ Դե ԿՊ-ն հիմա սահմանադրություն փոխելու հնարավորություն չունի։ Ինչպես հիմա նոր խորհրդարանում, այսինքն կան սահմանադրական օրենքներ, որոնք ի վիճակի է ԿՊ-ն փոխել, բայց սահմանադրություն բերել հանրաքվեի տանել, էլի ի վիճակի չէ, այսինքն մենք գրեթե նույն իրավիճակում ենք։ Այսինքն ԿՊ-ն շարունակելու է այն քաղաքականությունը, որը հռչակել է, որը առաջարկել է իր ծրագրով, իսկ այդ քաղաքականությունը, խաղաղությունը վերջնականորեն հաստատելն է Հայաստանի Հանրապետությունում եւ նրա շուրջ եւ Հայաստանը զարգացման նոր մակարդակ բարձրացնելն է։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, հարցազրույցի համար։